Ջերմ ողջույններ, կատակներ, սիրալիր ժպիտներ, մտքերի բուռն փոխանակում։ Այս մարդիկ գիտության տարբեր ոլորտի մեծանուն հայ գիտնականներ են, ակադեմիկոսներ, որոնք տարվա ընթացքում միայն մեկ անգամ առիթ ունեն հայրենակիցների հետ համախմբվելու մեկ հարկի ներքո, կիսվելու ազգային ընդհանուր ուրախություններով ու մտահոգություններով։ Ամեն տարի փետրվար ամսին, երբ Ռուսաստանի Դաշնությունում նշվում է գիտության օրը, Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում նույնպես կատարվում է մեծարման երեկո ծագումով հայ գիտնականների համար։ Նրանցից ամենատարեցը 97-ամյա Գևորգ Դանիլյանն է։ Մինչ օրս աշխատում է Կուրչատովի ինստիտուտում, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է։ Ինձ շատ դուր է գալիս լինել եկեղեցական համալիրում։ Ոչ թե այն պատճառով, որ գիտնական եմ ու ինձ հրավիրել են, այլ որ ես արյունով մաքուր հայ եմ։ Ես սիրում եմ իմ եկեղեցին։ Հանդիսավոր ընդունելությունը ինչպես միշտ տեղի ունեցավ առաջնորդարանի սրահում։ Ողջույնի խոսքում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկաներին փոխանցեց վեհափառ հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները։ Սրբազան հայրը նշեց, որ հայ ազգի գիտնականների ներդրումը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում ուղղված է հասարակության բարօրությանն ու առաջընթացին։ Ձեր նվաճումները հաճելի են Աստծուն, եւ դուք պատասխանատու առաքելություն ունեք, ասաց Եզրաս Սրբազանը։ Каждый год мы имеем возможность здесь встречаться. Ամեն տարի մենք առիթ ունենք այստեղ հանդիպելու, միմյանց հետ ծանոթանալու, նաև հիշելու մեր մեծանուն գիտնականներին, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել մարդկության զարգացման գործում եւ փորձել պատվով շարունակել մեր մեծերի հարթած ճանապարհը։ Մեծարման երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Մոսկվայի հայկական եկեղեցու Հովանու ներքո գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի եւ Սուրբ Ներսես Շնորհալու անվան հայորդյաց տանսաները, նորաստեղծ Գավիթ Պրոջեկտի երգիչները։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժիշկ, թեմական խորհրդի ատենապետ Արմայիս Քամալովն իր խոսքում նշեց, որ Ռուսաստանաբնակ հայ ազգի գիտնականները թեպետ տարբեր ոլորտում են աշխատում, սակայն կարևորում են գիտություն եւ կրոն կապը եւ մեծ սիրով են վերաբերվում մայր եկեղեցուն։ Ակադեմիկոսները համագործակցության պատրաստակամություն հայտնեցին, հանդիպել եկեղեցասեր երիտասարդների հետ, դասախոսություններ կարդալ եկեղեցու կրթական կենտրոններում։ Ռուսաստանի բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանն էլ առաջարկեց հրավիրել երիտասարդ հայ գիտնականների, լսել նրանց նորարարությունների մասին եւ ընթացք տալ առաջարկներին։ Այս ինտելեկտուալ հավաքը, որ կազմակերպում է հայ եկեղեցին Եզրաս Սրբազանի նախաձեռնությամբ, շատ կարևոր է, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ ինտելեկտը սահմաններ չունի։ Գիտնականները եւ ոչ միայն գիտնականները Աստծո առջև ունեն կարևոր պարտականություն՝ օգտակար լինել հասարակությանն ու ազգին։ Ուստի երբ եկեղեցին համախմբում է մարդկանց աստվածահաճո գաղափարի շուրջ, բնականաբար նաեւ առաջնորդվում է բարի գործերի եւ իր լուման ներդնում, որպեսզի աշխարհի մարդիկ լինեն առաքինի, բարի ու խելացի։ Հավաքի մասնակիցները չէին կարող չանդրադառնալ հայրենիքում եկեղեցու նկատմամբ ահագնացող բռնաճնշումներին, հոգևորականների անօրինական ձերբակալություններին։ Նրանցից յուրաքանչյուրի խոսքում խորտագնապ ու անհանգստություն կար, բայց բոլորը միակարծիք էին, որ Սփյուռքը եւ հայրենիքը պետք է խոսեն մեկ ձայնով, գործեն մեկ կամքով, հանուն եկեղեցու անսասանության, հանուն ինքնության ու պետականության պահպանման։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։